Մարդիկ դժգոհում են, ասում են թանկ է, հələ Կովի գլխականակը քչեցա վերջ։ Ինչի է պակասել։ Պակասը սկսենք կաթից։ Ըտեից կանք։ Կաթը 130-140 դրամ է։ Ջրից էժան է։ Ձեռնատու չէ, այսինքն պահի։ Չէ, բապտիկովը բերի անասուն որ ըտեից սկսենք, հենց հիմքը տեից է գալու։ Այսինքն մորթեցին։ Մորթեցին։ Ծնելություն չկա, վերջ։ Այն եղածն է դուրս է հանեցին։ Փոխարեն չթողային, հարկել էին։ Արտահանում տեղ։ Հա, այդ սկիզբը սխալը գալու է կաթից, որ չկայնա գյուղացկովը։ Այսինքն եթե կաթի ինքնարժեքը բարձր Թող հանեին, թող պետություններ հսկեին, արհեստական ձևով, չգիտեմ, ինչ ձևով թող միջամտեն, հանեին այդ գինը, թող հանեին 200 դրամ։ Իսկ այդ արոտավայրերի հետ կապված, որ ասում են պակասել է, չեն կարողանում արոտավայրեր տան։ Արոտավայրերը ստե պակասել է, դրել են, բայց մենք Լեռնային շրջաններ ունենք, ընդեղ ենք կրճատել։ Ինչ տարբերություն, ընդեղ էլ ձեռ չի տալու բայրը։ Մի քիչ առաջ բացատրում եք, որ 3 տարին մեկ անգամ, եթե արտահանում լինի, մի հատ այդ process-ը կարողանաք նորից բացատրել, ինչ ոնց պետք է կատարվի այդ արտահանում։ Կովը վերում է մի հատ հորդ, տարեկան։ Լետել 50-50 է։ Այն որ ասում է ժողովրդական լեզուն 1000 դանակ է տա փորելը մի հատն է բերի։ Այդ մի հատը բերելու դեպքում հələ մի տարի պետքա ինքը էլի ոչ մորթի ենթակա է։ Մի տարի էլ այդտեղ անցավ, մի տարի է պետք է որ ինքը հասունացած միսլի տնի մորթը։ Հա, այսինքն 3 տարի պետք է։ Գոնե 3 տարի պետք է ըստեղից բան դուրս չգա, ընդհանրապես։ Դա կբերի արդեն քանակի ավելացման եւ գնի նվազեցման, ճիշտ եմ հասկանում։ Ինքը որ մի բանը քիչ եղավ, ուզում է լուցկի լինի, եթե մի բանը քիչ ենք արդեն ավտոմատ արհեստական վերահսկել գին է ինքը բարձրանում, ինքը մինչև 5000 էլ է տավարը։ Ամեն մարդ գնողունակ չի։ Այսինքն մենակ տավարի միսը թանկացավ։ Տավարի միսը բարձրացավ, որովհետև խոզը կարմա տարին 2 անգամ ձակ բերի։ Միջինը 15 հատ բերում է, 2 անգամ հղիություն այն։ Կարում են ներկայ բազմացնել շուտ կրճ, բայց տավարը ինքը խնդրեմ է։